Ողջույն, ես Մարինեն եմ, աշխատում եմ Մղթար Սեբաստացի կրթահամալիրում, հարավային դպրոցի 5 տարեկանների խմբում։ Ամեն շաբաթվա կայանալիք ստուգատեսներից այսօրվա մեր թեման աղայանա ռոդարիական հնարքների կիրառումներ, եւ մենք իրականացրեցինք որևէ մի ստեղծագործության հիման վրա թարս հարցերի քննարկումը։ Նախ սովորողները ասեցին աղայանից մի քանի բանաստեղծություն, հետո սկսեցինք այդ բանաստեղծության մեջ գտնվող որևէ բառերը փոխարինել տարբեր հարցերով, հա, օրինակ ասեցին սագիկ բանաստեղծությունը եւ սովորողներին սկսեցինք հարցերի միջոցով քննարկել, եթե օրինակ սագիկը հաչար, ինչ կլիներ, եւ սովորողները ասում են, որ սագի տեսքով շուն կլիներ, օրինակ ու տարբեր ստեղծագործական երևակայությամբ սովորողները պատասխանում էին հարցերին։ Իսկ հետո ատամը փոխած բանաստեղծության վրա սովորողները ասում էին, որ եթե օրինակ քթի փոխարեն լիներ բերանը, ինչ կլիներ, սովորողները ասում էին, որ քթի միջոցով իրենք կուտեն։ Եթե ատամ չլիներ, ինչպես կուտեին, այսինքն իրենք երբեք չէին ուտի, ու շատ հետաքրքիր պատասխաններ էին տալիս, եւ դրանից հետո սովորողները իրենք էին ասում, հարցերը իրենք էին, հա, հորինում, իրենք էին թարս հարցեր տալիս, եւ վերջում այդպես ամփոփեցինք, դարձավ շատ մի զվարճալի, հետաքրքիր ստեղծագործական դաս, հա, այդպես ասենք։ Ես Անահիտն եմ Նավասարդյան, աշխատում եմ Մղթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցում, 3-րդ դասարանցիների դասվար եմ։ Մենք հաճախ իրականացնում ենք ռոդարիական հնարներով նախագծեր, որոնք սիրված են սովորողների կողմից։ Իրականացրել ենք այսպիսի նախագիծ՝ ռոդարիական երկանդամություն խաղհնարը, որը խմբային նախագիծ է, մեծերի եւ փոքրերի միջև սովորող սովորեցնող նախագիծն է։ Այդ սովորող սովորեցնող նախագծի շրջանակում սովորողները մի այսպիսի հետաքրքիր ռոդարիական հնար են իրագործում։ Դրվում է մի տուփ, այդ տուփի մեջ յուրաքանչյուր սովորող թղթիկի վրա գրում է իրեն դուր եկած մի զվարճալի բառ, հետո գալիս են շարքից 4 սովորող եւ վերցնում են պատահականության սկզբունքով բառերը, բացում են, կարդում են եւ ստացվում է 4 բառ, որոնց միջոցով կազմվում է մի հետաքրքիր ու զվարճալի նախադասություն։ Իսկ նախադասությունը հիմք է հանդիսանում մի գեղեցիկ պատմության ստեղծման։ Այսինքն նրանք սկսում են հորինել ըստ այդ նախադասության վերնագրի։ Հորինում են մի քանի պատմություն, այսինքն մի քանի նախադասություն է կազմվում։ Այդ ըստ նախադասությունների ստեղծվում են հորինուկները եւ հետո արդեն հորինուկները կազմակերպում ենք խաղ ներկայացման, բեմականացում ենք կազմակերպում։ Մենք ձեզ իրականացնենք ռոդարիական երևակայական երկանդամություն հնարի միջոցով երկնքում ճամփյով մտքեր հնարը։ Կոնչի քրեշը թրվռում է որտեղ։ Մարսի։ Կոնչի քրեշը թրվռում է Մարսի։ Թիղը ժողովրդական բարեպարում մետաղը։ Ստացվում է շատ հավես զվարճալի ինչ-որ մի աշխատանք, նախագիծ, որը սկսվում է լեզվագործունեությունից եւ ռոդարիական հնարների միջոցով վերածվում է խաղ ներկայացման։ Ես Մարինե Մարտիրոսյանն եմ, աշխատում եմ Արևելյան դպրոցի առաջին դասանի սովորողների հետ։ Շատ ենք իրականացնում ռոդարիական հնարքներ տարբեր ուղղություններով։ Այս անգամ ուզում եմ ներկայացնել ռոդարու հնարքները լեզվագործունեության մեջ։ Սկսեցինք մի շարք թարս հարցեր եւ ոչ միայն թարս հարցերը կազմում էինք ու վերջ, այլ փորձում էինք մտածել համապատասխան պատասխաններ եւ նպաստեց նաեւ մեր բաց ստեղծական միջավայրը։ Այցելեցինք ուսումնական ագարակ, այցելեցինք ջերմոց լաբորատորիա եւ սովորողները տեղում համապատրաստից տեսնելով միջավայրը կենդանիներին տալիս էին, կազմում էին թարս հարցեր եւ տալիս էին ոչ պակաս թարս անսովոր զվարճալի պատասխաններ։
Եվ մեր կազմած թարս հարցերի համար մենք նաև կազմեցինք մեդիա էջեր, սովորողները Paint ծրագրում նկարեցին այն միջավայրը, որտեղ այցելել էին, կենդանիներին, բույսերին, մուտքագրեցին թարս մտքերը եւ պատասխանները, ունեցանք նաև մեդիա էջեր, որոնք դարձան ընթերցարաններ։ Կարող է մի քիչ խաղանք։ Այո, եթե սագիկները ակլորի ձեմ հանեն։ Նայա ակլոր սագիկ։ Ակլորները սագի նման երկար վիսում են։ Չկլինի, եթե տարեք հարսած է։ Ները սագին։ Ծանրերը վերև կվարձանար։ Հաչոցը շուտի։ Այստեղ կան շատ բույսեր և կենդանիներ։ Մտածենք թարս հարցենք։ Դու փորձեք լուկ ունի։ Տերևը ծաղիկ ունի։ Որ հողը կանաչի։ Ծվոցը թութակ։ Ես Մարգարիտա Հովնանյանն եմ, աշխատում եմ Հարավային դպրոցի առաջին դասարանի սովորողների հետ։ Նշված ռոդարիական հնարքներից բացի առաջին դասարանի սովորողների հետ փորձել ենք կիրառել նաև հեքիաթի շրջում հնարքը։ Փորձել ենք հեքիաթը շրջել, այսինքն փորձել ենք փոխել հեքիաթի ընթացքը, հերոսներին, բարի հերոսները դառնում են չար կերպարներ, օրինակ Հովհաննես Թումանյանի Անխելք մարդը հեքիաթը սովորողները շրջեցին։ Խելացի մարդը եւ ընդհանուր ամբողջ հեքիաթը գլխիվայր շուռ եկավ գործողությունները, հանգուցալուծումը։ Հեքիաթի շրջում նաեւ տարբեր հեքիաթների դեպքում ենք փորձել կիրառել, ստացել ենք այլ վերջաբան ունեցող հեքիաթներ, անգամ վերնագիրն են սովորողները կարողանում այս հնարքով փոխել։ Բացի հեքիաթի շրջում հնարքից սովորողները նաև կարողանում են կիրառել հեքիաթների շիլաշփոթ կամ խառնաշփոթ հնարքը, երբ երկու տարբեր հեքիաթներ խառնվում են իրար։ Երկու տարբեր հեքիաթների հերոսներ հայտնվում են հեքիաթներից որևէ մեկում եւ սկսում է մի նոր ստեղծագործություն երևակայական, սովորողները փորձում են երևակայել, թե հերոսները երբ որ հայտնվեն կամ հանդիպեն միմյանց հետ այդ հեքիաթում, գործողությունները ինչպես կընթանան։ Օրինակ Ջանի Ռոդարի Շոկոլադե ճանապարհը եւ Կոնֆետի անձրևը հեքիաթները սովորողները դարձրել էին շիլաշփոթ։ Կոնֆետի անձրևի եւ շոկոլադե ճանապարհի շիլաշփոթ։ Մի անգամ երեք եղբայրները տեսան, որ շոկոլադե անձրև է գալիս եւ ճանապարհն էլ կոնֆետից է։ Տեսան, որ ճանապարհը կոնֆետից է եւ սկսեցին ուտել։ Այնքան կյան ճանապարհը վերջացավ։ Մարդիկ կերան եւ մոլորվեցին եւ չեն կարում իրանց տան ճանապարհը գտնել։ Կարճ տեսան, որ շոկոլադից անձրևի ճանապարհ է թափվում։ Սկսեցին քայլել այդ ճանապարհով։ Շոկոլադե ճանապարհը ուներ տարբեր գույներ։ Մարդիկ լպստում են շոկոլադե ճանապարհը։ Ես Սեյդա Վիրաբյանն եմ, աշխատում եմ Արևելյան դպրոցի առաջին դասարանի սովորողների հետ։ Ռոդարիական օրեր նախագիծը կրթահամալիրի կրտսեր դպրոցում սիրելի նախագծերից մեկն է։ Կիրառելով ռոդարիական հնարներ, մենք զարգացնում ենք սովորողների ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ ստեղծագործական երևակայությունը։ Ռոդարիական հնարները կիրառում ենք ոչ միայն լեզվագործունեության մեջ, այլ նաև ուսումնական մյուս ոլորտներում։ Ռոդարիական օրեր նախագծի շրջանակում կազմակերպեցինք ռոդարիական մարզախաղեր Արևելյան դպրոցի մարզասրահում, խաղացինք մի քանի մարզախաղեր, որոնք կազմակերպել ենք ռոդարիական հնարներով, գլորվեցինք ինչպես Ալիսա Գլորիկն էր գլորվում հեքիաթում, դարձանք բոլորս թափանցիկ Ջակոմոներ եւ անցանք մարզական պարկի միջով։
հեքիաթի մարզական խաղ կազմակերպումը վերածվեց զվարճանքի եւ համապատրաստին սկսեցինք արդեն խաղեր հորինել։